Մինչ մեր վիդեոին ասնելը բոլորին խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել Mix TV հայկական ալիքին։ Ալիքում կգտնեք պրանկեր, չելենջներ, էքսպերիմենտներ, մի խոսքով բոլորից շատ հետաքրքրող վիդեոներ։ Բոլորս անպայման միանում ենք Mix TV հայկական ալիքին, ալիքի հեղումը կգտնեք նկարագրություն բաժնում։ Նաև կուզենայի բաժանորդագրվեք Universal Blog ալիքին։ Այս ալիքում կտեսնեք տարբեր ժանրերի վիդեոներ։ Այս ալիքը ինձ համար շատ լավ ալիք է։ Բոլորս բաժանորդագրվեք Universal Blog ալիքին, որպեսզի բաց չթողնեք մերի հետաքրքիր վիդեոները։ Բարև բոլորին, ձեզ հետ եք Արքումեդին։ Այսօր ես ձեզ համար պատրաստել եմ շատ հետաքրքիր ուսուցողական վիդեո։ Թոփինգ ամենամեծ աշխարհում, դե ինչ գնացինք։ Սկսենք մարդկանցից։ Ամենաբարձրահասակ մարդը պատմության մեջ եղել է Ռոբերտ Ուոդելը։ Մահվան ժամանակ նրա հասակը 2 մետր 72 սանտիմետր էր, իսկ քաշը 199 կիլոգրամ։ 4 տարեկանից սկսած Ռոբերտը սկսեց արագ աճել և գրավել մարդկանց ուշադրությունը։ 10 տարեկան հասակում Ռոբերտը արդեն 2 մետր էր։ Նրա ոտքերը այնքան մեծ էին, որ կոշիկները հատուկ իր համար պատվիրում էին։ Նրան անվանում էին «Բարի հսկա», սակայն հուլիսի 15-ին Ռոբերտը հավերժ մահացավ։ Բոլոր ժամանակների ամենամեծ կենդանին մինչև այսօր ապրում և իրեն լավ է զգում։ Դա կապույտ կետն է։ Նրա հասակը 33 մետր է, իսկ քաշը 180 տոննա։ Միայն նրա լեզուն 2000 կիլոգրամ է։ Ուղղակի պատկերացրեք 2000 կիլոգրամ է կշռում հնդկական փիղը։ Կապույտ կետը օրական ուտում է 40 տոննա ձուկ։ Ամենամեծ ինքնաթիռն է լեգենդար Ան-225-ը։ Այս հսկայի թևերի չափն է 88 մետր։ Նրա մեջ հեշտությամբ տեղավորվում է 50 ավտոմեքենա։ Ամենամեծ շինությունը աշխարհում 168 հարկանի Բուրջ Խալիֆն է։ Շենքը գտնվում է Դուբայում։ Նրա երկարությունը կազմում է 828 մետր։ Շենքի մեջ ասես լինի մի մեծ քաղաք։ Նրա մեջ կան հյուրանոցներ, օֆիսներ, մոլեր, ռեստորաններ և ուրիշ բաներ։ Ամենաբարձր սարը աշխարհում դա Էվերեստն է։ Էվերեստը գտնվում է Ճապոնիայի Ջոմոլունգման լեռնաշղթայում։ Նրա բարձրությունը կազմում է 9 կիլոմետր։ Վերջին 60 տարիների ընթացքում նրա վրա մահացել է 200 մարդ։ Այնտեղի ջերմաստիճանը կազմում է -60 և ավելին։ Այսքանով եկեք ավարտենք մեր այս հոլովակը, բաժանորդագրվեք ալիքին, դրեք լայք, գրեք կոմենտներ, կհանդիպենք։